Մի ամբողջ օր Ստամբուլը ցնցվում էր 6.2 մագնիտոդով երկրաշարժի ու դրան հաջորդած 51 ուժեղ հետցնցումների էպիկենտրոնը Մարմարա ծովում էր, Ստամբուլից 40 կիլոմետր հեռու։ Տուժածների թիվը հասել է 240-ի, մարդիկ խուճապահար ցատկել են մեծ բարձրություններից ու ծանր վնասվածքներ ստացել։ Պաշտոնական տեղեկությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 16 միլիոնանոց բնակչությամբ քաղաքը ամբողջ գիշեր չի քնել։ Մարդիկ փողոցում կամ մզկիթներում են լուսացրել գիշերը։ 12 ժամում շտապօգնությունը 6100 կանչ է արձանագրել։ Ավերիչ երկրաշարժից 378 շենք է վնասվել։ Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում ամբողջովին փլուզված շենքերը լքված էին։ Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Անկարայում։ Չհուսադրող կանխատեսումներ են անում թուրք սեյսմոլոգները, Թուրքիան տեկտոնական թիթեղների միացման կետում է։ Երկրաբան եւ երկրաշարժագետ Նաջի Գյորուրը հայտնել է, որ վերջին ստորգետնյա ցնցումները Կումբուրգազի ճեղքում են եղել, ու եթե դրանք կրկնվեն ավելի քան 7 մագնիտոդով ուժգնությամբ, ապա սարսափելի հետևանքներ կլինեն։ Գյորուրը հայտնի է նրանով, որ կանխատեսում էր 2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որն ավելի քան 50,000 մարդու կյանք էր խլել։ Մեկնաբանելով Գյորուրի կանխատեսումները, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ, սեյսմոլոգիայի պրոֆեսոր Հալուկ Էյդողանը հայտնել է, որ եւս մեկ ուժգին երկրաշարժի դեպքում ամբողջ Թուրքիան ցնցումների մեջ կընկնի, տնտեսական ցնցումների։ Իրենց հաշվարկներով 7.5 մագնիտոդով երկրաշարժի դեպքում Ստամբուլում առնվազն 90,000 շենք կփլուզվի։ Մոտ 4.5 միլիոն քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք կունենա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժողով է արել, հայտարարել, որ հետևում է իրավիճակին ու աղոթում ազգի անվտանգության համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։